Երեք ամիս առաջ ստորագրված փաստաթուղթն արդեն վերածվում է կոնկրետ գործողությունների։ Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության եւ Գյումրու քաղաքապետարանի միջև կնքված հուշագիրը դրեց տնային խնամքի խթանումը Հայաստանում ծրագրի հիմքը։ Իսկ այսօր արդեն կողմերը ձևավորեցին հանուն արժանապատիվ ծերության աշխատանքային խումբը։ Առաջին հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ նաև Շիրակի մարզպետի աշխատակազմից, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունից եւ Առաքելություն Հայաստանի հասարակական կազմակերպությունից։ Ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ, որը կարողանա համակարգված վերհանել տարեցների եւ 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները։ Անհրաժեշտության դեպքում դրանք հասցնել մինչև կառավարություն վերջնական լուծումներ գտնելու համար։ Այս փուլում նախատեսել ենք համերաշխության ակունքների ստեղծումը նրա համար, որ բոլոր այն կառույցները, ովքեր որ զբաղվում են տարեցների եւ 18+ հաշմանդամություն ունեցող անձանց համախմբենք մեկտեղ, որպեսզի քննարկենք տվյալ մարդկանց խնդիրները, եթե մենք կարողանանք որևէ օրենսդրական բարեփոխումներ փորձենք անելու, եթե կզգանք դրա կարիքը կա, ինչի համար ենք հենց քաղաքապետարանը դրել, որտեղ ինքը մոտ կառույց է եւ բացի դրանից մեր ձայնը ավելի քիչ լսելի կլինի պետական մարմինների մոտ, քան թե քաղաքապետարանի ներկայացված խնդիրները։ Աշխատանքային խմբի առաջին նիստի ընթացքում ներկաները խոսեցին տարեցների առօրյա կյանքին առնչվող ամենացավոտ հարցերից, մասնավորապես պոլիկլինիկաներից անվճար դեղորայք, անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու հետ կապված դժվարություններից, որոնք այսօր լուրջ խոչընդոտ են շատերի համար։ Պոլիկլինիկաներում այդ դեղորայքի ստացման շատ խնդիրների առաջ ենք հաղվում, նույնիսկ այն, որ ճիշտ այս պահին 3 ամիսը մեկ են դարձրել դեղորայքի ստացումը, բայց անգամ այս դեպքում, երբ որ նրանք պիտի գնան նորից անալիզներ վերհանձնեն, մեծ դժվարություններ է տարեցը, եթե պլյուս հաշմանդամություն էլ ունի, տանից դուրս գալը լիքը խնդիրներ կա։ Տեղական սոցիալական ծրագրեր են մշակվելու եւ վերջո կյանքի են դրանք կոչվելու, որտեղ երկար տարիներ խոսում ենք մասին, բայց չկա ոչ մի համայնք դեռևս չունի սոցիալական ծրագրեր, համենայն դեպս Շիրակի մարզում։ Գյումրու քաղաքապետարանն իր հերթին պատրաստական է գործի դնել մասնագիտական ռեսուրսը։ Քաղաքապետարանի ներկայացուցիչ Լենա Մխիթարյանի փոխանցմամբ առաջիկայում կպատվիրակվի սոցիոլոգ, որը կիրականացնի կարիքների համապարփակ գնահատում։ Ստացված տվյալները հիմք կհանդիսանան, որպեսզի աջակցությունը լինի ոչ թե պատահական, այլ թիրախային եւ համակարգային։ Առաջին նիստի մասնակցող ոլորտային կառույցների ներկայացուցիչները փաստեցին, միայն ուժերի մեկտեղմամբ է հնարավոր Գյումրիում ապահովել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձ իրեն պաշտպանված ու գնահատված կզգա։